Եվ այսպես ես կկարդամ այս մի քանի համարները, ես կկարդամ այստեղից մոտ 10-12 համար և կավարտեմ։ Երրորդ համարը Ծննդոց 6:3 Եվ Տերն ասաց իմ հոգին հավիտյան թող չվիճի մարդու հետ, սա Տերն է ասում, այնպես չէ, որովհետև նրանք մարմին են, թող նրանց օրերը լինեն 120 տարի։ Աստված կրճատում է ժամանակը, որովհետև մինչ այդ երկրի վրա էր Մաթուսաղան, ով ապրեց երկրի վրա 900-ից ավելի տարի։ Մաթուսաղա նշանակում է, երբ նա մեռնի, ջրհեղեղ կուղարկվի։ Որովհետև Ենովքն է նրան այդպես անվանել։ Ենովքը կառուցեց բուրգը, և Ենովքը գիտեր ամեն ինչ մինչև վերջին օրերին գլխաքարի գալուստը։ Ենովքն ուներ դա, քանի որ դա Աստվածաշունչն էր, դա երկրորդ Աստվածաշունչն էր, այնպես որ Ենովքը գիտեր, որ այն քաղաքակրթությունը, որում իրենք գտնվում էին, անհետանալու է։ Եվ երբ Մաթուսաղան մեռնի, կգա ջրհեղեղը։ Եվ հենց այն տարում, երբ Մաթուսաղան մեռավ, Նոյը 600 տարեկան էր և նա մտավ տապան, և Աստված փակեց դուռը։ Եվ ողորմության դռները փակվեցին, բայց Նոյը գիտեր, աշխարհը չգիտեր, բայց Աստված ասաց Նոյին. Նոյ գնա, մտիր տապան։ Մինչ նա կառուցում էր տապանը, մարդիկ դա համարում էին այնքան հակագիտական, բացի այդ նա կրթված մարդ չէր, իսկ աշխարհի քաղաքակրթությունը շատ բարձր էր։ Ուստի նրանք մտածում էին այս մարդը հիմար է, բայց այս մարդն ուներ Աստծո խոսքը, և նա ուներ պատգամ, որը զգուշացնում էր մարդկանց սպասվող դատաստանի փոթորիկների մասին։ Մոտենում էր Տիրոջ մեծ ու ահեղ օրը, միթե այս մասին չի ասվում Մալաքիա 4:5-ում. Ես նրան կուղարկեմ Տիրոջ մեծ ու ահեղ օրից առաջ, միթե նա Նոյի նման մարգարե չէ, միթե նա չէ, որ դուրս է բերում ժողովրդին, միթե նրան չէր տրված պատգամը, որ այս ժամին, նախքան այս ամենի կործանումը, նախքան Արմագեդոնը և այլն, Աստված դուրս կբերի մի ժողովուրդ։ Ով ուներ այդ պատգամը, Բիլի Գրեհեմը, Օրալ Ռոբերտսը, Հռոմի Պապը, ոչ ոք չուներ նման պատգամ։ Ով ուներ այնպիսի հաստատում, ինչպիսին այս մարդն ուներ։ Նրանցից որևէ մեկը կանգնել և զանազանել էր սրտերը, նրանցից որևէ մեկի առջև Աստված բացել է Աստվածաշունչը, նրանցից որևէ մեկի երևացել է Աստծո հրեշտակ և հանձնարարություն տվել, ոչ ոքի։ Եվ այսպես, երբ նայում եք և տեսնում եք այստեղ, ինչպես ասացի, ևս մի քանի համար ու կավարտենք։ Բայց ես շեշտում եմ այս համարները, որովհետև ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք, հասկանում եք, շատերը ուշադրություն չեն դարձնում իրենց կարդացածին, նրանք մակերեսորեն են կարդում, ես կարդալ գիտեմ, ես գրագետ եմ, բայց Աստվածաշունչն այդպես չի կարելի կարդալ։ Երբեմն պետք է տեսնել, թե որ բառն է Աստված օգտագործել, ինչպես է օգտագործել և ինչ շեշտադրում կա այդ տեքստում։ Այսպիսով նայեք, և Տերն ասաց իմ հոգին հավիտյան թող չվիճի, ես խորհում էի սրա շուրջ, միթե Աստված ասում է ես վիճում եմ մարդու հետ, իմ հոգին հավիտյան թող չվիճի մարդկանց հետ։ Վիճել նշանակում է պայքարել, ինչպես հրեշտակն ու Հակոբը գոտեմարտեցին, գիտեք, երբեմն մարդիկ, գիտեք, գլորվում են դեպի դժոխք, վատ նպատակներ են հետապնդում, և Աստված կանգնում է նրա ճանապարհին, ինչպես Բաղամը, երբ նա էշի վրա գնում էր, որովհետև Բաղակը փող էր խոստացել, Բաղակը խոստացել էր հարստություն ու դիրք, և դրա համար նա գնաց, բայց էշը տեսավ հրեշտակին, կանգ առավ ու շրջվեց, սեղմելով Բաղամի ոտքը պատին, և երբ դա տեղի ունեցավ, նա այնպես կատաղեց, որ սկսեց ծեծել էշին,
Որովհետև նա այնպես ինչու ես ինձ ուշացնում, ես հանդիպում ունեմ, իմ առջև այնպիսի հնարավորություններ են բացվել, իսկ դու հենց այսօր որոշեցիր ձևացնել, թե չես ուզում գնալ այնտեղ, ուր որ պետք է գնալ։ Եվ այդժամ էշը խոսեց, ես քո էշն եմ, ես քեզ ծառայում եմ արդեն այսքան տարի, նայիր քեզ։ Վերջին կես տարում դու երևի 10-15 կիլոգրամ գիրացել ես, գիտես որքան ծանր ես, ես ծեր էշ եմ, բայց հավատարմորեն ծառայել եմ քեզ, երբ այս էշը սկսեց խոսել, նրա հետ նա սաստիկ զայրացավ, քանի որ կուրացած էր այն հաջողությամբ, որը տեսնում էր հորիզոնում, նա ճանաչում պիտի ստանար որպես մեծ մարդ, հենց Մովաբի թագավորի կողմից։ Երբ նա գնաց այնտեղ, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Մարդը նրան փող առաջարկեց, որպեսզի նա անիծի Աստծո ժողովրդին, եւ նա չկարողացավ մերժել։ Նա փորձում էր անիծել Աստծո ժողովրդին եւ տեսնում էր, որ Աստված թույլ չի տալիս, իսկ նա մարգարե էր եւ պետք է հասկանար, որ Աստված խոչընդոտում է իրեն, բայց այդ մարդը պարզապես համակված էր դրանով, նա մոլուցքի մեջ էր եւ գտնվում էր ազդեցության տակ։ Եվ նա դա անում էր փողի համար, նայեք Մովսեսին, Մովսեսը հրաժարվեց կոչվել փարավոնի դստեր որդի, Մովսեսը Քրիստոսի նախատինքը ավելի մեծ հարստություն համարեց, Մովսեսն իջավ գահից, թեև նա հաջորդ հավակնորդն էր, նա իջավ ցեխի մեջ Աստծո ժողովրդի մոտ։ Հետևեք Մովսեսին։ Նա դրան ոչ մի նշանակություն չտվեց հրեսյան հետ հանդիպումից հետո, երբ հասկացավ իր կոչումը։ Այժմ նա գտնվում էր ավելի մեծ թագավորության մեջ, ավելի մեծ թագավորի իշխանության տակ, քան այդ եգիպտական արքան։ Երբ նա կարծում էր, թե իշխանություն ուներ որպես Եգիպտոսի արքայազն, ինչ եղավ հետո, նա ավելի մեծ իշխանություն ստացավ, նա եկավ գավազանով եւ պատուհասներ բերեց այդ երկրի վրա, ցույց տվեց գերբնականը, որն այդ երկիրը երբեք չէր տեսել, եւ այլն, որպեսզի նրանք հասկանան, տեսեք, թե ինչ է անում Աստված։ Բայց Բաղամը հիմա նա ուզում է անիծել Աստծո ժողովրդին աշխատավարձ ստանալու համար։ Դուք տեսնում եք մարդկանց սրտերը, երբ նրանք կարծում են, թե հեղինակություն ու ճանաչում կստանան այսպես կոչված բարձրաստիճան անձանցից ու հայտնիներից, շատ դեպքերում այս չար դարաշրջանի Աստվածը կուրացնում է նրանց միտքը եւ տանում սխալ ճանապարհով։ Եվ ահա Աստված ասաց, ես վիճում եմ մարդկանց հետ, ես փորձում եմ կանգնեցնել այս մարդուն եւ փրկել կործանումից, ես փորձում եմ կանգնեցնել այս մյուսին, ես այս մարդուն երազ տվեցի, ես խոսեցի նրա հետ, ես պետք է ցնցեի այս մարդուն տապալեի գետնին, որպեսզի նա տեսնի, թե որտեղից են գալիս օրհնությունները, բայց մարդն այնքան անհնազանդ դարձավ։ Եվ Տերն ասաց, իմ հոգին հավիտյան թող չվիճի մարդկանց հետ, որովհետև նրանք մարմին են, թող նրանց օրերը լինեն 120 տարի։ Եվ Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը մեծացել է երկրի վրա, եւ նրանց սրտի բոլոր խորհուրդներն ու մտածումները ամեն ժամանակ չար էին։ Հիմա տեսնում եք մարդու սրտի մտքերը, տրանսհումանիզմ, գենային վերածրագրավորում, գեների խմբագրում, մենք ավելի մեծ իշխանություն կունենանք, մենք ավելի երկար կապրենք, մենք տարբեր բաներ կկարողանանք անել, կլոնավորում, տրանսգենդերներ, նրանց դուր չի գալիս այն, ինչպիսին իրեն ստեղծել է Աստված։ Եվ գիտնականները, որոնք զբաղվում են դրանով եւ մարդկանց տանում են դեպի դա, նրանք ասում են, մարդ նայիր քեզ, դու 50 տարեկան ես, մենք կարող ենք հետ շրջել քո տարիքը, մենք կարող ենք քեզ հետ այնպիսի բաներ անել,
что потом որ հետո никто не ոչ узнает, ոք что չի тебе իմանա, 50 թե 50 տարեկան ես, Ты будешь դու выглядеть, может կերևաս быть, на 35. 35 տարեկան, Они говорят, что նրանք ասում են ինչ, теперь она հիմա может նա կարող է вернуться на пляж, վերադառնալ լողափ, պչնվել եւ այլն, լուսանկարվել եւ բոլորը կկարծեն, թե դա երիտասարդ մարդ է, самовосхваление. ինքնագովեստ, Они клюют на նրանք կուլ են տալիս այդ խայծը, все мысли, նրանց սրտի помышления, բոլոր сердце մտածումները были зло. ամեն ժամանակ չար էին, И раскаялся եւ Господь, Տերը что զղջաց, создал որ человека մարդուն на земле. ստեղծեց երկրի վրա եւ իր սրտում տրտմեց, Вы представляете, պատկերացնում что Бог եք, воскорбел որ в своем Աստված сердце? տրտմեց իր սրտում, Вы когда-нибудь երբևէ задумывались? մտածել եք, Мы с вами մենք ու можем դուք оскорбить կարող ենք сердце. տրտմել մեր Вы սրտում, представляете, պատկերացնում Бог եք, так Աստված печатался, այնքան что տխրեց, он был весь որ նա разбит. ամբողջովին Когда կոտրված էր, увидел երբ տեսավ человека, մարդուն, хотя Бог создал թեև его Աստված вначале սկզբում по նրան своему ստեղծեց образу իր и պատկերով ու подобию, и նմանությամբ, человек потом появился, իսկ հետո родившись մարդը от հայտնվեց женщины, ծնվելով и затем կնոջից, он եւ увидел, հետո նա до чего տեսավ, թե докатился ինչի է человек, հասել մարդը, что он стал таким որ դարձել է безбожным. այնքան անաստված, Никакого ոչ понятия մի о Боге. գաղափար Աստծո Человек մասին, просто մարդն свою ուղղակի волю ինքնագլուխ է учит. И еще такой եւ այնքան упертый. համառ, Я сам буду ես управлять ինքս своей жизнью. կկառավարեմ Никто իմ не կյանքը, проживет ոչ мою ոք իմ жизнь за փոխարեն меня. չի Я ապրի знаю, իմ кем я կյանքը, ես хочу быть. գիտեմ ով եմ Никто ուզում мне լինել, ничего не будет ոչ ոք указывать. ինձ ոչինչ И չի Бог թելադրի եւ говорит, Աստված я ասում է, перестану ես կդադարեմ придираться. Вы վիճել, знаете, что происходит, когда գիտեք ինչ է Бог լինում, երբ перестает Աստված դադարում է придираться с վիճել вами, ձեզ հետ, внезапно дух հանկարծ հոգին նահանջում է и вы начинаете եւ դուք спрятаться. սկսում եք գլորվել ներքև, որովհետեւ Աստված հասկանում է, որ նա փորձում է ձեզ պաշտպանել ինքնասպանությունից, А вы настолько իսկ դուք այնքան անզգա եք, որ այն ամենը, ինչ համարում եք անհաջողություն կամ այս մարդը այսպես վարվեց ձեզ հետ կամ այն մարդը այսպես վարվեց ձեզ հետ, դա Աստված է ձեզ պարսպապատում, որտեղ նա փորձում է ինչ-որ բան անել ձեր կյանքում, նա ձեզ համար ավելի լավ ծրագիր ունի, իսկ դուք այս կյանքից այն կողմ չեք կարողանում նայել, որովհետև դուք ընկել եք ազդեցության տակ, դուք կարող եք կրոնական մտքեր ունենալ, բայց դուք ազդեցության տակ եք ընկել։ Այսպիսով Աստված այստեղ ցույց է տալիս, տեսեք, սա Աստվածն է, ում մասին մենք խոսում ենք, նա տեսավ, որ մարդկանց չարությունը մեծացել է երկրի վրա, եւ նրանց սրտի բոլոր մտածումները ամեն ժամանակ չար էին, եւ Տերը զղջաց, որ մարդուն ստեղծեց երկրի վրա, եւ իր սրտում տրտմեց, եւ Տերն ասաց. երկրի երեսից կջնջեմ մարդկանց, որոնց ստեղծեցի, մարդուց միջև անասունները, սողուններն ու երկնքի թռչունները կջնջեմ, որովհետև զղջացի, որ ստեղծեցի նրանց։ Երբ Աստված նայում է մարդուն, ինչպես տեսանք անցյալ շաբաթ, այնքան սուտ, այնքան ամեն ինչ, ձեզ ցույց տալու համար, թե որքան ամբարիշտ են այս մարդիկ, նրանք ասացին. Ռուսաստան, դու չես կարող ֆուտբոլ խաղալ, Ռուսաստանում ոչ ոք Ոչ ոքի չի կարելի ոչ մի խաղ խաղալ, նրանք չեն կարող անել այս կամ այն բանը, կարող եք պատկերացնել մեծացող պատանի տղային, նա ուզում է սպորտով զբաղվել, նա ուզում է ինչ-որ բան անել, սպորտը դառնում է այնքան քաղաքականացված, որտեղ նրանք դառնում են շատ վրեժխնդիր, իրականում դուք տեսնում եք մարդկանց ոգին, թե ինչպես են նրանք կորցնում հասկացողությունը, ինչպես են իջնում այն աստիճանի, դառնում են այնքան մոլուցքով տարված եւ այնքան վրեժխնդիր, որ բոլորը պետք է իրենց ենթարկվեն, որովհետեւ իրենք իշխանություն ունեն, իսկ եթե դուք դա չեք անում, դուք կզգաք դա ձեր վրա եւ նրանք ձեզ կոչնչացնեն։ Ինչ է սա։ Միթե սա մարդկային է։ Ինչի ենք մենք ականատես լինում։ Ինչ ենք մենք դիտում։ Սա Աստծո կերպարանափոխման ուժը չէ, սա սատանայական այլանդակման ուժն է։ Եւ այսպես, երբ սա ուղակի լուրեր են եւ դուք չեք տեսնում, չեք լսում տոնայնությունը եւ չեք տեսնում, օրինակ ինչպես ԱՄՆ-ն էր խոսում Իրաքի մասին, մենք նրանց այնպես կռմբակոծենք, որ կվերադարձնենք քարիդար։ Իսկ նրանք պատրաստվում էին կողոպտել, սպանել եւ տիրանալ։ Նրանք չէին պատրաստվում ինչ-որ ժողովրդավարություն կառուցել այնտեղ։ Իսկ հետո դուք տեսնում եք, թե նրանք ինչ արեցին այնտեղ եւ տեսնում եք, ինչով դա ավարտվեց։
Знаете, до сегодняшнего Գիտեք, մինչև այսօր ոչ ոք նրանց չի ասել, որ նրանք ավելի քան 1 միլիոն մարդ են սպանել, ոչ ոք ոչ մի մեղադրանք չի ներկայացրել, ոչ մի քրեական դատարանում, ոչ ոք չի ասել, ձեզ չի կարելի ամերիկյան ֆուտբոլ խաղալ, ձեզ չի կարելի սա կամ նա անել, մենք կարգել ենք ձեզ այդ ամենը, ոչ ոք ոչինչ չասաց։ Это зверь, который Սա այն գազանն է, որը ելնում է երկրից։ Но вы знаете, кто поддерживает Բայց դուք зверя, գիտեք, выходящего из ով է земли? պաշտպանում Тот, երկրից что ելնող из գազանին, այն մեկը, որ ծովից էր։ Пусть Бог даст Թող нам Աստված глаза. մեզ աչքի դեղ տա, թող Աստված բացի մեր աչքերը, Пусть Бог թող даст нам Աստված в этот տա час մեզ духовное այժմին зрение. հոգևոր զանազանություն, Пусть Бог թող Աստված разоблачит բացահայտի эти այս դիվային демонические ուժերը, силы, скрытые որոնք за թաքնված են людей, մարդկանց կաշվի տակ, людей, այն которые մարդկանց, отвергли ովքեր слово, մերժել են խոսքը, отвержение слова, իսկ խոսքի дает մերժումը дьяволу սատանային հնարավորություն է возможность տալիս воплотиться. մարմնավորվելու։ Почему Ինչու է США ԱՄՆ-ն такие? այնպիսին, Почему Англия такая? ինչու է Անգլիան այսպիսին։ Посмотрите на Նայեք эти страны. այս երկրներին, Посмотрите, как նայեք, թե ինչպես է բացահայտվում նրանց անմտությունը, Посмотрите, как նայեք, Бог թե ինչպես է позволяет, Աստված чтобы թույլ всё տալիս, որ повылезало, ամեն ինչ чтобы դուրս գա разоблачить, ջրի երես, показать, որպեսզի кто բացահայտի они եւ ցույց տա, на թե самом ովքեր են деле, նրանք как они իրականում, стоят թեև в նրանք таких կանգնած են важных այնտեղ и այնքան видах կարևոր знаете. տեսքով, գիտեք, Они кажутся նրանք такими թվում են այնքան честными, ազնիվ, искренними անկեղծ и եւ всё այլն, такое. А если բայց присмотреться, եթե ավելի вы մոտիկից понимаете, նայեք, կհասկանաք, ոչ, Это просто դա притворство. պարզապես ձևականություն է, Все притворяются. բոլորը ձևացնում են, Это пугает, սա սարսափեցնում է, и поэтому, եւ ուստի если мы եթե մենք увидим չտեսնենք такие նման вещи, բաները, то сможем ли мы увидеть пришествие ապա Господа, կկարողանանք который տեսնել придет Տիրոջ в գալուստը, նочь? ով գալու է գիշերվա գողի նման, Сможете ли вы увидеть, կկարողանանք что один տեսնել, որ возьмется, մեկը другой կվերցվի, իսկ останется? մյուսը կթողնվի, Если перед нами եթե մեր каждый առջև день ամեն такие օր այսպիսի броские, աչք яркие ծակող вещи, վառվռուն բաներ են, которые могут որոնք склонить нас կարող են мысли մեր то к մտքերը этому, то к շեղել մեկ другому, այս կողմ, մեկ показать այն под կողմ, одним ցույց տալ углом или մեկ под այս другим անկյունից, углом. մեկ այն անկյունից, То на что мы на ապա самом деле մենք смотрим? իրականում ինչին ենք նայում։ Իիսուս Հիսուսն ասում է, ինչպես այն օրերին էր, այնպես էլ հիմա կլինի։ Միթե մենք չենք տեսնում ամբարշտությունը, եւ որ մարդկային սրտի մտքերն ու չար խորհուրդները միայն չարիք են ամեն ժամանակ, ինչ է անում գիտությունը։ Դուք որևէ բան կարդացել եք գիտնականների եւ նրանց արածների մասին։ Կարդացել եք, թե ինչու է մեր հասարակության մեջ հետապնդում իրականացվում եւ բոլորին պետք է իմանալ ինչ եք լսում, ինչ եք կարդում, ինչով եք զբաղվում, եւ նրանք ուզում են վերահսկել յուրաքանչյուրի կյանքը։ Երբ տեսնում եք սա, միթե սա մարդկային է։ Այսպիսի հարցեր պետք է տաք ինքներդ ձեզ։ Միթե սա մարդկային է։ Դուք ասեք, ոչ, ուղղակի մարդն է այդպես։ Իսկապես, միթե նրանք համակարգի մաս չեն կազմում։ Այս համակարգը Աստծուց է հաստատված, թե սա հակաաստված համակարգ է։ Չէ՞ որ չպետք է մոռանալ, սա ցորենն ու որոմներն են։ Ձեր կարծիքով ովքեր են մեծամասնություն կազմում երկրի վրա վերջին օրերին։ Որոմները։ Հենց էկումենիկ շարժումն է կապում որոմները։ Բոլոր կրոնները գտնվում են էկումենիկ շարժման մեջ, գումարած նաև ոչ քրիստոնեական կրոնները։ Պետք չէ ձեր երիտասարդության եւ ջահել տարիքի պատճառով մտածել, թե ձեզ համար դա կարևոր չէ։ Դուք պետք է ձեր սրտում իմանաք, արդյոք ես ողջամիտ եմ, որ այս աշխարհը միթե մենք չտեսանք Տիրոջ գալստյան բացահայտումը, այս 7-րդ կնիքը, երբ Տերը վայր կիջնի երկնքից աղաղակով, միթե հենց դրա համար չէ, որ մենք գտնվում ենք պատգամի մեջ, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի, երբ մենք դուրս բերվեցինք մեր բնակավայրում, մեր շրջապատից, այնտեղ կային շատերը, ովքեր նախկինում մեզ հետ էին, որոնք այդպես էլ չեկան, երբ մենք կանչվեցինք։ Դուք հիշում եք Օրֆային եւ Ռութին, Օրփան վերադարձավ։ Նա լացում էր, ապրումներ ուներ դրա պատճառով եւ վերադարձավ։
Так и не Այդպես слышали. էլ չլսեցինք, հիշում եք Վաշտիին, Եստերի գրքում նրա անունն այլևս չհիշատակվեց։ Так что Այնպես որ ահա այսպիսի բաների վրա պետք է ուշադրություն դարձնել։ Դուք հիշում եք Հերովդիադային եւ Սալոմեին, դուք հիշում եք Հեզաբելին, ով վերջացրեց նրանով, որ շները կերան նրան։ что мы видим? Ինչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք, Как թե люди ինչպես живут են своей մարդիկ жизнью ապրում իրենց կյանքով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ հույսը դնում на богатство, հարստության վրա, на власть, իշխանության վրա, на положение. դիրքի վրա։ Это Դա ничего ոչինչ не չի значит. նշանակում, Потому որովհետև что Бог не Աստված судит չի вас по դատում ձեզ вашему ըստ ձեր положению. դիրքի И եւ богатству հարստության։ Бог не судит Աստված вас չի по դատում этому. ձեզ ըստ դրա։ Что вы Ինչ եք сделали դուք с արել Иисусом Հիսուս Христом? Քրիստոսի հետ։ Кровь Արյունը ваших ձեր руках. ձեռքերի վրա է։ Когда это было Եվ դա представлено ներկայացվեց Соединенным Միացյալ Նահանգներին։ Штатам, вы знаете, Դուք что тогда գիտեք, թե ինչ произошло? պատահեց այն Пророк ժամանակ Մարգարեն ասաց, նա ասաց, այն ենթակա չէ փրկագնման, ես այլևս չեմ աղոթում այս երկրի համար, նրա վերջը եկել է, այն երբեք չի կարող վերացնվել, նա ասաց, դուք կարող եք թեկուզ ամեն նահանգում եւ ամեն քաղաքում դնել մեկական Ջորջ Վաշինգտոն եւ Աբրահամ Լինքոլն, այն արդեն երբեք չի վերածնվի։ Նայեք, թե ինչպիսին է նա այսօր։ Երբ հոգեգալստական եկեղեցին նրանք դուրս եկան այդ կանայք, դոփեցին իրենց բարձրակրուն կոշիկներով եւ դուրս եկան, երբ Մարգարեն քարոզում էր։ Նա ասաց, գնացեք, դուք կտեսնեք, թե մի օր ինչ տեղի կունենա, եւ դուք տեսնում եք, թե միջև ուր են իջել հոգեգալստականները։ Նրանք լի են ստով եւ խաբեությամբ։ Այդ կանայք ամուսնանում են 3-4 անգամ եւ ինչեր ասես, որ չեն կատարվում։ Ինչու։ Люди не понимают. Մարդիկ չեն հասկանում, բայց Աստված ցույց է տալիս այստեղ։ То, что мы читаем Այն ինչ здесь, մենք կարդում ենք այստեղ, հենց դա էլ հիմա տեղի է ունենում, որովհետև այստեղ խոսում է գիտնականների մասին։ Но земля Բայց երկիրը растлилась ապականվեց между Աստծո собой. առաջ, 11 11-րդ համարը, եւ երկիրը լցվեց չարագործություններով։ Смотрите, там две Տեսեք, вещи. այնտեղ Земля, երկու բան то կա՝ есть երկիրը, экосистема, այսինքն понятно. էկոհամակարգը, մոլորակը։ Вся Ամբողջ экосистема էկոհամակարգը разрушается. քայքայվում է, Изменение կլիմայի փոփոխություն։ Они просто используют Նրանք это. պարզապես օգտագործում են դա։ Вы думаете, что Դուք кто-нибудь կարծում եք, թե пытается որևէ մեկը остановить փորձում է изменение կանգնեցնել климата? կլիմայի Они փոփոխությունը, не նրանք заинтересованы շահագրգռված չեն в климате. ոչ մի կլիմայական Они делают всё փոփոխությամբ, больше и նրանք больше ավելի ու денег. ավելի Они շատ хотят փող են построить աշխատում, побольше նրանք уզում են կառուցել предприятий, ավելի շատ побольше ձեռնարկություններ, и ավելի так խոշոր далее. ձեռնարկություններ եւ Это այդպես շարունակ происходит կաշառում постоянно. են պաշտոնյաներին, դա կատարվում է մշտապես И это просто եւ դա болтовня. պարզապես դատարկախոսություն է։ И Եվ наполнилась երկիրը земля լցվեց злодеями. չարագործություններով։ Դերևյա не Ծառերը проявляют միմյանց друг другу նկատմամբ բռնություն չեն ցուցաբերում, դա անում են մարդիկ, երկրի բնակիչները։ Вы видите, что Դուք земля տեսնում եք, որ растлилась, երկիրը потому что ապականվեց, человек որտեղ разрушил մարդը её. կործանեց այն, Человек մարդը разрушает կործանում է природу. բնությունը։ Они Նրանք вырубают հատում են леса, անտառները, чтобы որպեսզի построить քաղաքներ города, կառուցեն, поставить казино. կազինոներ տեղադրեն։ Затем они Հետո приходят, նրանք գալիս են, после этого դրանից հետո следующее, հաջորդ բանը, что мы որ видим, մենք տեսնում ենք, они նրանք создают ստեղծում են большие մեծ производства. արտադրություններ եւ այդ բոլոր թունավոր թափոնները попадают в թափվում են ручьи, արվակների մեջ, թափվում են в море, ծովի մեջ и люди եւ умирают. մարդիկ մեռնում են ամեն տեսակ հիվանդություններից։ Даже Նույնիսկ рыбы ձկները заболевают հիվանդանում են раком. քաղցկեղով, Человек մարդն ест ուտում է их, դրանք եւ այդ ամենը поднимается բարձանում է по пищевой սննդային շղթայով։ цепочке. Животные Կենդանիներն едят ուտում են травы и так խոտեր եւ далее, այդպես շարունակ, а потом իսկ հետո նրանք սկսում են заражаться վարակվել նույն հիվանդություններով, մարդիկ սկսում են ուտել այդպիսի միս, որն իրենց համար օգտակար չէ, նրանք հիվանդանում են դրանից քաղցկեղով, նրանք ուտում են ձվեր, իսկ այդ ձվերը լավը չեն, որովհետև այդ հավերը Посмотрите, что они делают с նայեք թե едой, ինչ են նրանք посмотрите, անում что սննդի հետ делают եւ с նայեք թե человеком. ինչի է վերածվել մարդը,
Միայն հանուն առևտրի։ Вы видите Դուք տեսնում եք գիտնականներին, помышления их նրանց сердца սրտի были խորհուրդները злом չար էին постоянно. անընդհատ։ Земля Երկիրը наполнилась լցվեց насилием. բռնությամբ։ Что это? Ինչ է դա։ Оружие. Զենք։ Смотрите, это Տեսեք, դա произошло տեղի здесь, в ունեցավ այստեղ Украине. Ուկրաինայում։ Они вошли Նրանք туда. մտան այնտեղ И եւ вы դուք видите, տեսնում եք, как эти люди, թե ինչպես այդ մարդիկ во-первых, նախ եւ они առաջ хотели նրանք спасти ուզում էին всё բերել ամբողջ զենքն ու հրթիռները прямо к հենց границе Ռուսաստանի սահմանների մոտ։ России. Россия говорит, «Мы Ռուսաստանն никуда ասում է, не մենք գնալու տեղ չունենք։ Мы не можем Մենք идти չենք вперед, կարող потому առաջ что գնալ, всё որտեղ ամեն ինչ մեր շուրջը заблокировано արգելափակված է ракетами. Мы հրթիռներով, մենք находимся на գտնվում ենք մեր տարածքում։ Вы нас Դուք մեզ прижали, սեղմել եք։ эти люди Այս մարդիկ видят տեսնում են вторжение ներխուժումը и из եւ Австралии, Ավստրալիայից, из Անգլիայից, из Ֆրանսիայից, из Германии. Գերմանիայից, Из многих շատ других այլ стран երկրներից они նրանք посылают ուղարկում են вооружение на միլիոնավոր миллионы и եւ сотни 100 միլիոնավոր миллионов долларов. դոլարների սպառազինություն։ Вы думаете, что это Դուք должно կարծում եք, թե помочь դա этим պետք է людям? օգնի այդ մարդկանց։ Ոչ, Это же не для դա того, նրանց чтобы им օգնելու помочь. համար չէ, Это для դա նրա того, համար է, чтобы որպեսզի стянуть այնտեղ туда կուտակեն всё это այդ оружие. ողջ զենքն ու И все эти այդ вещи, բոլոր բաները, чтобы որպեսզի когда երբ они նրանք накопят այնտեղ его, կուտակեն դա, тогда այն ժամանակ у них նրանք будет то, մուտք կունենան։ тогда Այն они ժամանակ смогут նրանք կկարողանան выдвинуться առաջ շարժվել и вести եւ վարել такую же войну. նույնպիսի պատերազմ։ Когда им угрожали, Երբ նրանց սպառնում էին, դուք մեզ խանգարում եք, նրանք ասացին, եթե մենք տեսնենք թեկուզ մեկ հրթիռ, որը թռչում է մեր կողմը, ասաց Պուտինը, мы все մենք բոլորս отправимся в կգնանք рай. դրախտ։ Он сказал, Նա как только ասաց, мы հենց որ увидим մենք ракету, տեսնենք летящую հրթիռը, на որը нас, թռչում է դեպի сказал մեզ, он, мы ասաց նա, все попадем մենք в рай. բոլորս կհայտնվենք դրախտում։ Но вы думаете, Բայց это դուք их կարծում пугает? եք, թե Это դա их не նրանց пугает? վախեցնում է, դա նրանց չի վախեցնում, Потому что дело в том, որովհետև что խնդիրն когда այն է, они որ երբ подсчитывают, նրանք հաշվարկում են, մեզ հետ ավելի շատ մարդ կա, քան ձեզ հետ, значит, նշանակում է наша մեր банда բանդան больше ваша. ավելի մեծ է, И քան оружие, ձերը, которое եւ есть այն у вас, զենքը, որը есть и у нас. դուք ունեք, մենք էլ ունենք։ А мы уже Իսկ начали մենք вводить արդեն սկսել ենք против ձեր вас դեմ санкции. պատժամիջոցներ կիրառել։ Так войну не выиграешь. Այդպես պատերազմ չես հաղթի, Աքաբը պետք է մեռներ ճակատամարտում, հիշում եք։ Он пошел Նա գնաց переодетым. կերպարանափոխված։ Поэтому, когда они Դրա համար, увидели երբ նրանք Иосафата, տեսան люди подумали, что Հովսափատի, Иосафат մարդիկ это մտածեցին, царь. որ Հովսափատը թագավորն է, И они натянули лук եւ на նրանք Иосафата, լարեցին чтобы աղեղը выпустить в него Հովսափատի վրա, ракету. որպեսզի И նրա он վրա հրթիռ закричал, արձակեն եւ նա աղաղակեց, и они եւ поняли, նրանք что это не հասկացան, որ դա царь Израиля. Իսրայելի թագավորը չէ։ И тогда они Եվ այն оглянулись и ժամանակ не նրանք увидели շուրջը Ахава. նայեցին եւ Сказано, չտեսան что Աքաբին, человек ասված է, որ մարդ случайно պատահաբար լարեց աղեղը, И эта եւ ракета այդ հրթիռը полетела թռավ и ու прошла անցավ между Աքաբի шагов զրահի флага կարերի Ахава արանքով на колеснице. կառքի И так վրա Ахав եւ был убит. այդպես Աքաբը Человек սպանվեց, не видел մարդն там այնտեղ Ахава չէր и տեսել не Աքաբին целился եւ в չէր него. նշանառել Там նրան։ сказано, что человек Այնտեղ случайно ասված է, натянул որ лук, и այնտեղ ասված է, вылетела որ ракета. մարդը պատահաբար լարեց աղեղը եւ հրթիռը դուրս թռավ, բայց Աստված արդեն ասել էր, Когда он вызвал երբ того նա демона, կանչեց он այն сказал, դևին, նա ասաց. «Ахав должен Աքաբը պետք է умереть մեռնի сегодня». այս ճակատամարտում։ Мы хотим Մենք ուզում ենք услышать, լսել, как թե ты դու собираешься ինչպես это ես сделать. պատրաստում դա անել։ И тот Եվ демон այդ դևն сказал, ասաց. «Я буду Ես духом ստախոս лживым ոգի կլինեմ устами. նրանց բերանում, Я ես обману կխաբեմ их». նրանց։ И Бог сказал, Եվ Աստված «Ты ասաց. точно Դու сделаешь հաստատ это. կանես դա, Давай». գնա։ Когда Бог Երբ Աստված назначает նշանակում է ваш ձեր день, օրը, ваш день ձեր օրը назначен, նշանակված и է вы не եւ можете դուք չեք избежать կարող сегодня. խուսափել այդ օրվանից։ Вы можете Դուք կարող եք спрятаться, вы թաքնվել, можете դուք կարող եք замаскироваться, քողարկվել, можете դուք сделать կարող всё, եք что անել захотите. այն ամեն ինչ Но всё կցանկանաք, равно բայց достигнет вас. այն միևնույն է կհասնի ձեզ։ Ведь Չէ՞ որ весь նրա его ամբողջ план. ծրագիրը Եզաբելը Հեզաբելը ներկում էր իր դեմքը
Вы слышали Դուք мою լսել եք проповедь իմ много лет քարոզը назад? շատ տարիներ առաջ, Много накрашенных Հեզաբելի лиц շատ из ներկված зависти. դեմքերը։ Կոսմետիկան Կոսմետիկան նրա համար է, որպեսզի թաքցնես քեզ, Чтобы որպեսզի человек не мог. մարդը չկարողանա։ Կոսմետիկան скрывает թաքցնում է шрамы, սպիները, скрывает родинки, թաքցնում է скрывает խալերը, разные թաքցնում է տարբեր բաներ։ Так что человек Այնպես որ теперь մարդն знает այժմ вас, поэтому ձեզ ճանաչում է шраму, այդ поэтому սպիով, один այդ ему բնածին пикнул и նշանով говорит, եւ «Ты ասում է похож դու на того նման ես այն человека, մարդուն, но բայց по виду տեսքով ты դու не такой, այնպիսին как չես, он. Это человек ինչպես նա, более այս нужен. մարդն Это ավելի тот же самый թիկնեղ է, человек, который դա նույն стал մարդն է, ով մի քիչ чуть ավելի тяжелее, но ծանրացել է, много բայց что շատ բան քողարկված է, կոսմետիկան կարող է լայն դեմքով При մարդուն умелом использовании косметики это лицо может Կոսմետիկայի выглядеть հմուտ օգտագործման դեպքում այդ դեմքը կարող է նեղ երևալ։ Именно тогда Հենց այդ женщина ժամանակ են накрашивает себе կանայք лицо, ներկում իրենց դեմքը, потому что որովհետև они смотрят на նրանք себя նայում без են косметики, իրենց и им не առանց нравится образ, կոսմետիկայի եւ который они նրանք видят. նրանց դուր Поэтому չի они գալիս хотят այն другой պատկերը, образ. որը նրանք տեսնում են, դրա համար նրանք ուզում են մեկ այլ պատկեր, դրա համար նրանք օգտագործում են ներկը, որպեսզի ստանալ այլ պատկեր, իսկ կոսմետիկան թաքցնում է դեմքը, չէ՞ որ մարդիկ միմյանց ավելի շատ դեմքով են ճանաչում, քան որևէ այլ հատկանիշով։ Вы скажете, Դուք «Я ասեք, знаю ես этого ճանաչում եմ человека». այս մարդուն։ У нее средний Նրա палец ոտքի на ноге միջնամատը короче, ավելի чем все կարճ է, քան остальные. մյուս բոլորը։ Вы понимаете? Դուք հասկանում եք, քանի մարդ է մեկին ճանաչում ոտքի մատով, կարճ մատով, Они знают նրանք их ճանաչում են лицо. նրանց դեմքով։ Аминь. Ամեն։ Итак, Այսպիսով я закончил. ես ավարտեցի։ Итак, Господь Այսպիսով в Տերը մի определенный момент որոշակի смотрел на պահի человека, նայեց который մարդուն, чувствует сил ով своего այլասերել էր իր ճանապարհը երկրի վրա եւ Նոյ. Աստված ասաց Նոյին, Նոյ. նա ասաց Նոյ, Всё кончено. ամեն ինչ վերջացած է, Пришел եկել է конец ամեն всякой մարմնի плоти. վերջը։ Он сказал, Նա хватит, ասաց հերիք է, мой дух իմ больше հոգին не այլևս будет չի վիճի притягаться մարդու к հետ։ человеку. Люди живут себе Մարդիկ дальше, думая, շարունակում են что ապրել Бог не մտածելով, թե кончается. Աստված չի վշտանում։ Они думают, что Նրանք раз они մտածում են, живы, որ քանի որ то իրենք Бог ողջ должен են, их ապա терпеть. Աստված պետք է Потому что հանդուրժի իրենց, Бог որտեղ это Աստված любящий սիրող Աստված է։ Бог Աստված является судьей, դատավոր է и Бог является եւ Աստված спасителем. փրկիչ է И Божий եւ Աստծո суд դատաստանը настолько же նույնքան божественен, աստվածային է, как и его որքան նրա спасение. փրկությունը։ Он божественный Նա աստվածային спаситель, փրկիչ է и он եւ նա божественный աստվածային судья. դատավոր է։ И если Եվ Бог եթե Աստված не наказывает человека, չի за то, պատժում что он մարդուն поступает սխալ неправильно, վարվելու համար, то ապա какой смысл ո՞րն է Богу իմաստը, որ терпеть это? Աստված հանդուրժի դա։ Поэтому, Դրա когда мы համար, смотрим երբ մենք сегодня այսօր на свет, նայում ենք երկրին, Бог досчитался только до Աստված 8 հաշվեց человек. միայն միջև 8 հոգի, նա ասաց Նոյ, միայն քեզ գտա, ես կատարյալ քո սերնդի մեջ։ Как вы думаете, Ինչպես է сколько կարծում, Бог քանի видел на հոգի է земле Աստված տեսնում сегодня? երկրի վրա այսօր։ Нам не надо рассчитывать на Մենք очень պետք չէ большое հույս դնենք количество. շատ մեծ քանակի վրա, Но какое бы բայց число ինչ вы թիվ ни էլ որ դուք назвали, տաք, видите ли вы себя տեսնում в եք этом արդյոք числе? ձեզ այդ թվի մեջ, որովհետև դա առաջին բանն է, որի մասին դուք պետք է մտածեք, հենց ես պետք է դրա մեջ մտնեմ։ Именно я Հենց должен ես պետք է стремиться ձգտեմ войти. մտնել դրա մեջ։ Я должен Ես պետք է осознавать, что գիտակցեմ, որ как было в одни ночи, ինչպես Նոյի օրերում էր եւ как ինչպես было в одни Սոդոմի Содома, օրերում էր, так же и այնպես прямо էլ հենց сейчас. հիմա է։ И если я Եվ возьму եթե и ես վերցնեմ изучу ու дневное, ուսումնասիրեմ Նոյի что օրերը, թե произошло ինչ тогда, պատահեց այն ժամանակ, я буду знать, ես что կիմանամ, происходит թե ինչ է сейчас. կատարվում А հիմա, когда իսկ Бог երբ Աստված пришел, եկավ, произошел տեղի Армагеддон, ունեցավ Արմագեդոնը, именно հենց Армагеддон Արմագեդոնը очистил մաքրեց землю в երկիրը одни ночи. Նոյի օրերում, У них было նրանք ունեցան վայ վայ и при третьем եւ երրորդ горе վայի ժամանակ та այդ цивилизация քաղաքակրթությունը исчезла. У нас անհետացավ, было մենք горе, ունեցանք горе. վայ վայ Родовые ծննդաբերական схватки երկունքներ երկրի վրա եւ երրորդ վայ Արմագեդոնը կմաքրի այս երկիրը։ Այն ժամանակ ջուրն էր, իսկ հիմա կրակը նույն բանը։ Այն ժամանակ Աստված ուղարկեց Նոյ մարգարեին, որպեսզի դուրս կանչի ընտրյալ ժողովրդին, իսկ հիմա Աստված ուղարկել է Նոյի նման մի մարգարեի պատգամով, որպեսզի դուրս բերի ժողովրդին եւ առաջնորդի նրան դեպի նոր աշխարհ։ Ադամից մինչև Նոյ ոչ ոք երբեք մարդուն դուրս չէր բերել այս աշխարհից եւ չէր վերադարձել նրա նոր աշխարհ։ Նոյն առաջինն էր։ Եվ այս սերունդը снова, նորից, ведь не չէ забывайте, որ մի մոռացեք, именно в հենց этом այս սերնդի մեջ атомная бомба ատոմային ռումբը очистит կմաքրի երկիրը,
Միջուկային հոլոքոստը, Արմագեդոնը։ Մեր հետագա զրույցների ժամանակ ես ձեզ ցույց կտամ, դուք տեսնում եք, թե ինչպես ենք մենք պատրաստվում հափշտակությանը։ Նրանք պատրաստվում են Արմագեդոնին, որովհետև նրանք այնքան շատ բաներ են այնտեղ անում և նույնիսկ չգիտեն։ Արմագեդոնը մի աներևակայելի բան է։ Ամեն ինչ կգոլորշիանա։ Գիտեք ինչու։ Այդպիսի զինատեսակները զարգացել են տարիներով։ Հին սվինավոր հրացանից, երբ վազում էին կարճ տաբատներով և գլխներին ինչ-որ բան դրած, մինչև հրթիռների այնպիսի տեսակներ, որոնք նրանք կարող են նետել հեռվից, հիմա ընթանում է անօդաչու սարքերի պատերազմ և այդպես շարունակ, բացի այդ նրանք նույնիսկ տիեզերքն են զինել, բացի այդ նրանք հետևում են մոլորակի բոլոր մարդկանց։ Դուք հասկանում եք, թե ինչ է արհեստական բանականությունը։ Ինձ լուսավորեց։ Մի քանի ամիս առաջ, դե իրականում մի քանի տարի առաջ։ Ես ինչ-որ բան հավաքեցի Google-ում և 5 վայրկյանում հայտնվեց 2.5 միլիոն հղում կամ այդպիսի մի բան։ Ես ասացի, ինչպես կարելի է գտնել 2.5 միլիոն հղում 5 վայրկյանում։ Երբ դուք տեսնում եք, թե ուր է հասել գիտությունը և ինչպիսի առաջընթացներ են տեղի ունեցել գիտության մեջ, նրանք այնպիսի ուժ են զգում։ Իմ եղբայրներ, իմ քույրեր, մենք ապրում ենք կղզու վրա, բայց թույլ մի տվեք կղզիական մտածելակերպ։ Երբ դուք մտածում եք, թե ձեզ պետք չէ իմանալ, թե ինչ է կատարվում, չէ՞ որ երբ դուք կարդում եք Աստվածաշունչը, դուք պարզապես կարդում եք կղզիներ ծովի մեջ։ Դա ամենամոտն է Տրինիդադին և Տոբագոյին։ Եսայա 42-ում և 43-ում խոսվում է ծովի մեջ գտնվող կղզիների մասին։ Դա նշանակում է, որ մենք շատ փոքր ենք և աննշան, եթե վերցնենք ազգային մակարդակով, որպես ժողովուրդ երկրի վրա։ Մենք նշանակալի ենք միայն Աստծո շնորհիվ, մեր անունները գրված են գրքում, դրանում էլ հենց կայանում է նշանակալիությունը, երբ պատգամը եկավ ձեզ, դուք ունեիք ականջ լսելու համար, թե ինչ ասաց Հոգին, և դա արթնացրեց ձեզ։ Թույլ մի տվեք ձեր բանականությանը ցածրանալ, դուք արծիվ եք։ Տարբերությունը տեսակների մեջ է, խնդիրը նրանում չէ, թե դուք որ երկրից եք։ Նրանում չէ, թե ինչ պաշտոն եք զբաղեցնում ձեր աշխատանքի մեջ, չէ, նրանում չէ, թե որքան փող ունեք բանկում, խնդիրն այն է, որ դուք հանդիսանում եք այդպիսի տեսակ, որտեղ ոչ թե դուք եք դարձել այդպիսի տեսակ, այլ Աստված է ձեզ դարձել այդպիսի տեսակ և ինչպես արծվի դարաշրջանում, դուք ունեք մարգարեական ներթափանցող տեսողություն, դուք ունեք ականջ լսելու համար, թե ինչ ասում Հոգին, երբ այդ որոտները խոսեցին իրենց ձայներով և այդ գաղտնիք ճշմարտությունները սկսեցին բացահայտվել, դուք սկսեցիք տեսնել ձեզ խոսքի մեջ, դուք վերջին ժամանակի այդ Դանիելներից մեկն եք, դուք վերջին ժամանակի այդ Եսթերներից մեկն եք, դուք սկսում եք տեսնել, որ դուք արտասանալու եք նույնիսկ մինչև թագավորության կեսը, հնարավոր է մի քանի տարի առաջ դուք նման եք ինչ-որ մովաբացի կնոջ, բայց հետո ձեզ բախտ վիճակվեց հայտնվել Բոոսի դաշտում, իսկ երբ դուք գալիս եք Բոոսի դաշտ և սկսում եք տեսնել ցորենի որանները, որոնք նա այնտեղ նետում է, չէ՞ որ հոգեգալստականներն այդպիսի բանով չեն սնվում, երբ դուք նայում եք որաններին, որոնք ձեզ նետվում են, և դուք վերցնում ու ուտում եք այս ամբողջահատիկ հացը, և դուք այն թխում եք, այն հագեցած է, դա հենց առողջություն է և ուժ։ Այս խոսքը, որը դուք լսում եք այս բոլոր տարիներին, սնվելով նրանով, մարդու որդու անփոփոխ մարմին խոսքը, պետք է բերի ձեզ Քրիստոսի կերպարին։
ձեզ վիճակված էր հայտնվել այս դաշտում, դուք կարող եք ձեզ պատկերացնել, եթե դուք հայտնվեիք Եհովայի վկաների որևէ դաշտում կամ 7-րդ օրվա ադվենտիստների դաշտում, հոգեգալստականների դաշտում, պատգամի մեջ գտնվող մի դաշտում, որտեղ դուք նույնիսկ չգիտեք, թե ով եք դուք չգիտեք ձեր ժամանակը, ձեր շրջանը եւ ձեր խոստումը, չգիտեք թե ինչպիսին է ձեր ապրումը, չգիտեք թե որտեղ է այն տեղավորում խոսքի մեջ, չեք տեսնում ձեր անունը գրքում, դուք կարող եք պատկերացնել, որ դուք կապրեիք այնպիսի կյանքով, ինչպիսին այն կլիներ։ Բայց այն պատճառով, որ դուք հանդիսանում եք այդպիսի տեսակ, Աստված ձեզ նկատի ուներ։ Եվ Աստված ինչ-որ բան դրեց ձեր սրտի մեջ, որպեսզի դուք լսեիք, ճանաչեիք նրա ձայնը, ճանաչեիք նրա խոսքը եւ զբաղեցնեիք ձեր տեղը այս ժամին։ Թող Աստված, երբ մենք հիմա դադար արեցինք եւ մենք ընդհատվեցինք որոշ կետերի վրա, դուք արտացեք այնտեղ Ծննդոց 6-ում եւ 7-ում, որովհետև երբ մենք այնտեղ կարդում ենք, մենք տեսնում ենք այս ժամի պատկերը, երկիրը լցված է բռնությամբ։ Եթե ես սկսեմ խոսել ձեզ, դե դուք լսել եք խոսքը։ 2001 թվական, օր, երբ ընկան աշտարակները, ճիշտ է։ Դուք նայեք, թե ինչպես այն ժամանակվանից երկրի վրա սկսվեցին պատերազմներ, եւ հետո նրանք մեկնեցին Աֆղանստան, իսկ դրանից հետո նրանք մեկնեցին Իրաք, եւ ասում էին սուտ, սուտ եւ եւս մեկ անգամ սուտ, հետո նրանք ներխուժեցին Լիբիա, այնուհետեւ նրանք ներխուժեցին Սիրիա, եւ անընդհատ վարում են պատերազմներ, հետո նրանք գաղթում են տարածքներ, ուր էլ որ նրանք մեկնեն, իսկ դեռ բոլորովին վերջերս նրանք ուզում էին ներխուժել Վենեսուելա։ Այն ժամանակ նրանք խոսեցին, տեսեք, սրանք նույն մարդիկ են։ Նրանք ասացին, Գուայդոն նախագահ է։ Ոչ մի ընտրություն։ Մարդը պարզապես վերցեց եւ այդպես ասաց, հետո Ֆրանսիայում Գուայդոն նախագահ է, հետո Անգլիայում Գուայդոն նախագահ է, տեսեք նույն բանդան։ Հետո նրանք հեռացին Մորալեսին, ոչ, նրանք ուղարկեցին նրան Մեքսիկա, Աքսորի, հետո նրանք ունեին այդ կինը, նա եկավ, այն ժամանակ նրանք ասացին, ոչ, նա է նախագահը, ոչ մի ընտրություն, ոչինչ, սա բոլորը նույն մարդիկ են, ինչպես կարելի այդպես վարվել երկրում։ Դուք գիտեք, թե ով է կանգնած սրա հետևում, Հռոմը, դա իշխանություն է, հենց նա է խմեցնելու ազգերին իր գարշության բաժակից, ահա թե ով։ Իսկ երկրից ելնող գազանը դա պարզապես նրա ձայնն է եւ նրա ռազմական զորությունը։ Արթնացեք եւ հասկացեք այս բաները։ Դուք խուսափեք նեղությունից եւ Արմագեդոնից, եթե դուք նախասահմանված եք դրան։ Որովհետև նեղությունը եւ Արմագեդոնը թողնված են նրանց համար, ովքեր, երբ գա այդ ժամանակը, դեռևս կգտնվեն ամնեզիայի վիճակում, նրանք չգիտեն, թե ովքեր են իրենք, չգիտեն, թե որտեղ է իրենց տեղը։ Այս ժամանակի դրությամբ հավատացյալը գիտի իր իրավունքները, գիտի իր արտոնությունները, գիտի իր ուժը, գիտի իր Աստծուն, գիտի իր տեղը Աստծո ծրագրում, գիտի իր շրջանը, գիտի իր ժամանակը, գիտի իր պահը, գիտի իր օծությունը։ Իսկական հավատացյալները գիտեն այդ ամենը իրենց մասին։ Եվ խոսքը նրանց մեջ, որը դառնում է հոգի եւ կյանք, տալիս է նրանց ուժ զանազանելու հոգիները։ Ոչ ոք չի կարող նրանց տալ ինչ-որ սխալ բան եւ շփոթեցնել նրանց, նրանք գիտեն, որ Աստծուն կարելի է ճանաչել նրա սեփական բնութագրերով։ Այս սա ինչ-որ բան է։ Այսպիսով եկեք աղոթենք, շնորհակալություն ձեր համբերության համար, գիտեք, այսպիսի ծառայություններ անցկացնելու համար, ինձ պետք է շատ բաներում վերակառուցվել, բայց
я уже начинаю Ես արդեն սկսում եմ ходить в свою колею, մտնել իմ հունի մեջ, потому что дело в том, որովհետև խնդիրն այն է, что, понимаете, որ հասկանում եք, я хочу помочь ես ուզում եմ молодежи. օգնել երիտասարդությանը, У меня на сердце желание, ես սրտիս մեջ ցանկություն ունեմ, որ նրանք տեսնեն եւ что հասկանան, происходит. թե ինչ է կատարվում, Особенно в հատկապես связи с некоторыми կապված современными որոշ событиями. ժամանակակից իրադարձությունների հետ։ Мне кажется, я читал вам Ինձ на թվում է, последнем ես կարդացի служении. ձեզ համար վերջին պաշտամունքին, նա ասաց՝ մի մտահոգվեք Ռուսաստանի համար։ Ռուսաստանը գործիք է Աստծո ձեռքում, որպեսզի վրեժ լուծի կաթոլիկ եկեղեցուց За всю кровь, այն которую она ամբողջ արյան пролила. համար, որը նա թափել է։ Россия не была послана вам. Ռուսաստանը չի Россия не была ուղարկվել послана ձեզ, мне. Ռուսաստանը չի ուղարկվել ինձ։ Россия не имеет Ռուսաստանը ничего ոչ մի общего կապ с չունի этим. հարցի Россия հետ։ имеет отношение Ռուսաստանը к կապ ունի Путину. մեծ պոռնիկի հետ։ Иуй. Հեում։ Посмотрите, с кем Նայեք, воюет թե ում Иуй. դեմ է պատերազմում Հեուն։ С Иезавелью Հեզաբելի и եւ Ахавом. Աքաբի Из дома Махава. եւ Вот с кем Աքաբի воюет տան Иуй. դեմ, ահա թե ում դեմ է պատերազմում Հեուն։ Այնպես որ երբ դուք տեսնում եք սա այն ժամանակ Աստծո շնորհով, դուք հասկանում եք։ Уделите немного времени. Մի փոքր ժամանակ տրամադրեք, կարդացեք խոսքը, ուսումնասիրեք այն մի փոքր, ծանոթացեք նրան, Потому что вы сами որովհետև դուք должны знать ինքներդ в этот պետք է час, իմանաք այդ что ժամին, происходит вокруг թե вас. ինչ է կատարվում ձեր շուրջը, Подключитесь միացեք к нужной розетке. ճիշտ Вы վարդակին, почувствуете ток որտեղ Святого դուք Духа, կզգաք Սուրբ Հոգու հոսանքը, ձեր բանականությունը կաշխուժանա и вы будете եւ դուք думать կմտածեք Божьими мыслями. Աստծո մտքերով։ Пусть Бог и дальше Թող хранит Աստված вас в այսուհետ своем присутствии. եւս պահի ձեզ իր ներկայության մեջ եւ հսկի ձեզ վրա И не бойтесь, եւ մի не վախեցեք, волнуйтесь. մի անհանգստացեք։ Отдайте свою жизнь в Հանձնեք руки ձեր Божьи կյանքը Աստծո ձեռքերը и загляните в свое եւ сердце, նայեք ձեր սրտի մեջ, что вам нужно с որ каждым ձեզ днем պետք է все больше и ամեն больше օր приближаться, ավելի ու ավելի մոտենալ նրան, чтобы ничто որպեսզի не ոչինչ заняло չզբաղեցնի его место նրա տեղը в вашей жизни. ձեր կյանքում։ Он ваша глава. Նա Он ձեր գլուխն է, стержень вашей жизни. նա ձեր կյանքի առանցքն է։ Вам нужно знать Դուք и быть պետք է уверенным իմանաք եւ վստահ լինեք նրանում, որ տվել եք նրան ձեր կյանքում իր օրինական տեղը։ Он знает, что он должен Նա заботиться գիտի, о нас. որ նա Он պետք է знает, հոգ что мы տանի не մեր можем մասին, նա գիտի, позаботиться որ о մենք себе չենք կարող сами. հոգ տանել մեր Мы մասին зависимы ինքներս от եւ него. մենք կախված ենք նրանից։ И наша задача знать, Եվ մեր что խնդիրն է мы, իմանալ, он որ сказал, մենք, возложите նա на него ասաց ձեր свои հոգսերը заботы. նրա վրա Мы գցեք։ возлагаем свои заботы. Мы Մենք не գցում ենք մեր обременяем հոգսերը, своим մենք մեզ беспокойством չենք по ծանրաբեռնում одному, անհանգստությամբ, մեկ այս, մեկ այն բանի մասին, ասեք Տեր, ես հանձնում եմ սա քո ձեռքերը, ты все устроишь. դու ամեն ինչ կդասավորես, մենք գիտենք, որ դու շահագրգռված У ես, тебя есть свое время. դու ունես քո ժամանակը եւ ժամկետը, Если мне нужно եթե терпение, ինձ համբերությունը то пусть պետք, терпение ապա имеет во թող мне համբերությունը совершенное ունենա իմ մեջ чтобы կատարյալ я был ներգործություն, совершенен որպեսզի во ես всем լինեմ կատարյալ всякого ամբողջ լիությամբ, недостатка, առանց уповающий որևէ на Господа պակասության, Տիրոջ обновятся ուսացողները կնորոգվեն ուժով, Они поднимутся на крыльях орла. նրանք վեր կբարձրանան արծվի թևերով, դուք կվազեք եւ չեք հոգնի, դուք կքայլեք եւ չեք թուլանա։ Եկեք, Сейчас речь идет о հիմա простых խոսքը вещах, պարզ не բաների сложных. մասին է, Это ոչ թե простые բարդ, вещи. սրանք И պարզ вы բաներ են, входите в эту եւ дուք простоту մտնում եք այդ и պարզության մեջ следите եւ հետեւում եք, за тем, что происходит на թե земле. ինչ է կատարվում երկրի վրա ձեր շուրջը, Ведь весь этот չէ՞ որ Карибский այս бассейн ամբողջ Կարիբյան ավազանը связан с этими злыми կապված է силами. այս չար ուժերի հետ։ Именно оттуда они Հենց получают այնտեղից помощь. են նրանք Это их օգնություն ստանում, хозяева. դրանք նրանց տերերն են։ Знаете наверняка, Հաստատ իմացեք, что вы живете в որ դուք Тринидаде, ապրում եք Տրինիդադում, но вы больше, чем բայց դուք Тринидадец. ավելին եք, քան Տրինիդադցին։ Вы часть невесты Иисуса Դուք Հիսուս Христа. Քրիստոսի հարսի մի մասն եք։ Не надо Պետք доводить չէ ձեզ себя հասցնել до состояния неуверенности, անվստահության, нерешительности. անվճռականության եւ նմանատիպ վիճակների, ոչ դուք պետք է ունենաք Вы не վստահություն։ можете сказать, что с вами Դուք Бог, չեք կարող если у вас ասել, нет որ Աստված ձեզ уверенности. հետ է, եթե դուք չունեք վստահություն։ Если то, что вы имеете, Եթե это այն, Бог, если Ինչ это դուք ունեք, Бог, Աստված է, если եթե вы դա потратили Աստված է, время на то, чтобы եթե դուք ժամանակ եք ծախսել նրա վրա, որպեսզի հասկանաք դա եւ ընկալեք, որ դա Աստված է, այն ժամանակ կապեք ձեր հոգին բացարձակի հետ, որը երբեք չի ձախողի։ Ամեն։
Давайте помолимся. Եկեք աղոթենք։ Милостивый Ողորմած Отец, Հայր, мы склоняемся մենք к Твоему խոնարհվում ենք присутствию. քո ներկայության մեջ։ Мы благодарим Մենք Тебя շնորհակալություն ենք հայտնում քեզ за то, что Твой նրա народ համար, сидел որ քո сегодня, ժողովուրդը слушал. նստեց այսօր եւ Дорогой լսեց, Боже, пусть սիրելի всё это Աստված, թող այս им ամենը запомнится. նրանց հիշվի։ Такие вещи мы все знаем. Այսպիսի Мы բաներ проходим մենք всё это բոլորս уже գիտենք, много մենք лет. անցնում ենք այս ամենը արդեն շատ տարիներ, բայց այն ժամանակ եւ շրջանում, երբ մեզ պետք է վերադառնալ այս Из-за պահերին, современных событий, ժամանակակից происходящего, իրադարձությունների եւ կատարվողի պատճառով մենք տեսնում ենք, որ նույնիսկ Սննդոց այս 6-րդ գլխում մենք տեսնում ենք, Հայր, что на нас որ больше всего մեզ վրա ամենից повлиял շատ именно Ты. ազդել ես հենց դու։ Ты сказал, что Твой Дух Դու не ասացիր, мог որ больше քո հոգին препираться չէր с կարող человеком. այլևս հակառակվել մարդու հետ, մի որոշակի պահի դու տեսար, թե ինչ արեցին նրանք երկրի ծառերի եւ կենդանիների հետ։ Դու տեսար բռնությունը, որը լցնում էր երկիրը, դու տեսար այդ ամենը, եւ թեև մարդիկ ամենևին չէին խորհում այն մասին, թե ինչ էին անում եւ որքան ավերածություններ էին նրանք առաջացնում։ Եվ ինչպես էր դա անհաջող քեզ, Տեր, նրանք պարզապես նրանց սրտերի ամեն մի խորհուրդ չար էր ամեն ժամանակ։ Եվ մենք լսում ենք, թե ինչպես են այս մարդիկ խոսում հեռուստատեսությամբ, մենք լսում ենք, թե ինչպես են նրանք խոսում սիրելի Աստված, տարբեր երկրների դեմ, մենք տեսնում ենք նրանց նպատակները եւ նրանց մտադրությունները, մենք տեսնում ենք նրանց սուտը եւ այն, թե ինչպես են նրանք ոտնահարում թույլերին։ Եվ մենք տեսնում ենք նրանց ողջ սուտը, որը տարածվեց համավարակի ժամանակ, մենք տեսնում ենք մարդկանց գոռոզությունը եւ հպարտությունը, մենք տեսնում ենք, Տեր, թե որքան անգութ էին նրանք, պարտադրելով իրենց օրենքները մարդկանց, որ նրանց համար մեկ էր, այն դեպքում, երբ հարուստները վաստակում էին այնքան միլիոններ եւ այդպես շարունակ, Տեր, իսկ նրանք պարզապես անդադար ստում էին մարդկանց։ Հիմա մենք տեսնում ենք, թե այս ժամանակում ինչ կհաջորդի համավարակին, հիմա դա պատերազմներ են, մենք լսում ենք հռետորաբանությունը եւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, նույն մարդիկ վերաձևում են ամբողջ աշխարհը, նրանք ամեն ինչ փոխում են։ Տուր քո ժողովրդին աչքի դեղ, Հայր, թող նրանց աչքերը օծվեն, թող նրանք նայեն եւ տեսնեն, որ այս ամենի հետևում կանգնած է Լուցիֆերը, այս չար դարի աստվածը։ Սա նրա Էդեմն է, գիտության եւ մահվան Էդեմը։ Էդեմ, Տեր, որտեղ լիքն է հպարտություն եւ ժամանակավոր իշխանություն, բայց Տեր Աստված, այս ամենի մեջտեղում թաքնված է մի փոքրիկ խոնարհ ժողովուրդ, Հայր, Հիսուս Քրիստոսի հարսը։ Դու դրեցիր նրանց երկրի վրա, որպեսզի նրանք լինեն լույս, վկաներ, եւ դու տվեցիր նրանց ամենահզորը, խոսքը եւ Աստծո հոգին։ Տեր, դրա շնորհիվ նրանք կարող են նայել եւ դատել ամեն ինչի մասին, նրանք կարող են վերլուծել, նրանք կարող են տեսնել ամեն ինչ ճիշտ անկյան տակ, նրանք կարող են շրջել պատկերը ճիշտ անկյան տակ եւ տեսնել այն քո աչքերով, եւ նրանք կարող են քայլել, Տեր, ունենալով երաշխիք եւ վստահություն նրանում, որ Տեր, եթե դու նրանց հետ ես, ապա ով կարող է լինել նրանց դեմ, որովհետեւ քեզ հետ նրանք մեծամասնություն են։ Խնդրում եմ շնորհիր սա, ո Աստված, օրհնիր, Տեր, քո արոտավայրի այս ոչխարներին, Տեր, այս Կարիբյան տարածաշրջանում եւ հեռավոր շրջաններում, ո Աստված, եւ մեր բոլոր հոգնականներին, Տեր, մեր եղբայր սպասավորներին Լատինական Ամերիկայում, Բրազիլիայում եւ այլ վայրերում, Տեր, որոնք ժամանակ գտան այս երեկո նստելու եւ նայելու, թե ինչպես ենք մենք դիտում այս ամենը, Հայր, այս պատմությունը կրկնվում է հենց հիմա,
Խնդրում եմ, կենթանացրու սա եւ դարձրու սա ավելի իրական, քան ես կկարողանայի դա անել։ Բաց նրանց սրտերն ու մտքերը, որպեսզի նրանք տեսնեն սա այն անկյան տակ եւ Տեր այնպես ինչպես քո հոգին տվեց դա ինձ, որպեսզի ես կարողանայի դա տեսնել եւ հիմա ջանում եմ ներկայացնել դա նրանց, որպեսզի սա օգնի նրանց հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում երկրի վրա եւ ինչն է իրականում շրջապատում մեզ։ Չէ՞ որ ճիշտ այդպես, Տեր, եթե մենք վերցնեինք Ծննդոց 7-ը, Տեր, ընտրյալները փակված էին տապանի մեջ, եւ այն ժամանակ սկսվեց անձրևը, որովհետեւ ռումբը պայթեց եւ երկիրը հետ շպրտվեց արևից եւ սկսվեց անձրևը, որպեսզի նրանք երբեք չէին ունեցել։ Այս անգամ այն կհրի նրան հետ դեպի արևի կողմը եւ ամեն ինչ կայրվի, բայց քո հարցը կհեռանա դրանից շատ առաջ, Հայր։ Տեր, դրա համար մենք աղոթում ենք տեսնելով, թե ինչպես է այս ամենը կատարվում, ինչպես է ամեն ինչ իր տեղն ընկնում, երբ մարդն ունի այսպիսի վերաբերմունք, այս շրջանի հպարտությունն ու գոռոզությունը։ Տեր, ըմբոստ մարդը դա այն մարդն է, ով չունի Աստծո վախը։ Տեր, այդպիսի մարդը ուրախանում է բռնությամբ եւ այդպես շարունակ։ Տեր, տար քո ժողովրդին դեպի ապաստան, դեպի օթևան, ծածկիր նրանց սիրելի Տեր, բեր նրանց ապաստան քո թևերի տակ, Հայր, եւ սիրելի Աստված, երբ գա ժամանակը, Տեր, դու կկարողանաս տեղափոխել մեզ, մեկը կվերցվի, իսկ մյուսը կթողնվի, մենք կհեռանանք մի ակնթարթում, աչքի մի թարթումով, օ Աստված, մենք գտնվում ենք սպասման եւ ակնկալիքի մեջ, որովհետև մենք գիտենք, որ զանգերը հնչեցնում են այս ժամը։ Եվ դրա համար օգնիր մեզ, սիրելի Աստված, քայլել քեզ ավելի մոտ, տուր մեզ քեզ ավելի մոտ լինել։ Շնորհիր դա Հիսուս, օ Աստված, յուրաքանչյուրին, ով ծարավ է եւ քաղցած դրան, շնորհիր դա Տեր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ եւ հանձնում ենք քո բոլոր զավակներին քո ձեռքը, թող հոգին Տեր նորից անցնի շրջակայքով եւ այսուհետեւ եւս այցելի նրանց, սիրելի Աստված, որպեսզի թարմացնի սա նրանց հիշողության եւ սրտի մեջ եւ առաջնորդի նրանց իրենց սեփական ուսումնասիրությունների մեջ, լուսավորի նրանց եւ տա նրանց հասկացողություն այն ոլորտներում, որտեղ նրանց դա պետք է։ Մենք աղոթում ենք, որ այդպես է լինի։ Մենք շնորհակալություն ենք հայտնում քեզ այս երեկո եւ հանձնում ենք ամեն ինչ քո ձեռքերի մեջ, միչեւ որ Հայր դու կհավաքես մեզ նորից նշանակված ժամին։ Եթե դու հապաղես եւ տաս մեզ կյանք Հիսուս Քրիստոսի անունով մենք աղոթում ենք։ Ամեն։ Այսպիսով, թող Աստված օրհնի ձեզ այս երեկո եւ թող Աստծո խաղաղությունը լինի ձեզ հետ։ Եվ բոլոր թարգմանիչներին թող Աստված օրհնի ձեզ նրա համար, որ դուք դարձաք գործիք Աստծո ձեռքում, որպեսզի լույսը կարողանա անդրադառնալ եւ տարածվել հավատացյալների մեջ շատ վայրերում, ինչպես նաեւ ռադիոյի եղբայրներին։ Եկեք պարզապես աշխատենք Տիրոջ համար անելով այն ամենը, ինչ մեր ուժերի ներածին չափով է, քանի դեռ մենք դեռ ժամանակ ունենք։ Ամեն։ Պաշտամունքի վերջում կհնչի երգը, այնուհետև մենք կնայենք լուսանկարները եւ այդպես շարունակ, եւ շարունակեք աղոթել միմյանց համար։ Աղոթեք ինձ համար, որպեսզի Աստված օգնի ինձ ամեն։ Ես ջանում եմ ծառայել Աստծուն եւ ծառայել ձեզ Աստծո շնորհով։ Քարոզի ավարտ։